Պիտի նախարար վերականգնությունների հետ կապված միջադեպերի կրթության նախարարությունը նախորդ տեղեկացրեց, որ այդ առումով դպրոցների ներքին կարգապահական կանոններն է մշակում, այդ կանոնները կարգապահական կանոնները ապահովելու կարծես այս դեպքերը հաջողացել են ոստիկանության անելիքը որն է այս առումով, ինչ պետք է արվի և արդյոք միայն կմսնակալության խնդիրն է, քանի որ դուք ասեցիք ոստնելություն եք ուղարկել և դպրոցների հետ կապված մտահոգություն կա, որ նրան նյութեր են մտնում կոնֆետների տեսքով այս մասին ինչ կասեք և եթե կարելի է ևս մեկ հարց երթևեկության հետ կապված օրեցօր մենք տեսնում ենք, որ շատ անգամ են դառնում երթևեկությունը քաղաքապետարանից պարբերաբար հայտնում են, որ քայլեր են ձեռնարկում ու երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ նույնիսկ խորհուրդ է ձևավորվել, բայց ակնհայտ է, որ միայն քաղաքային իշխանությունների աշխատանքով հարցը չի կարգավորվում, այստեղ ինչ պետք է անի ոստիկանությունը, որ այդ քայլերն առավել արդյունավետ լինեն։ Շնորհակալություն երկու կարևոր հարցադրումների համար։ Առաջինը դպրոցների մասով ես նշեցի, որ միջնորդագրերը վերաբերում են դպրոցի կողմից տեղեկատվության չփոխանցմանը իրավապահ համակարգին։ Այսինքն այդքանով է, որ մենք միջնորդագիրը ներկայացնում ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Բայց այստեղ ճիշտ եք նկատում, ենթատեքստը նաև նկատի ունենալով ձեր հարցադրման, որ մի քանի մարմիններ է, որ անելիք ունեն և նաև մի քանի սուբյեկտներ է, որ անելիք ունեն։ Նկատի ունեմ դպրոցի տնօրենությանը, մանկավարժական համայնքին, ծնողներին, երեխաներին, տարածքի սոցիալական ծառայությանը, համայնքին, այո, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը և այսպես շարունակ։ Այսինքն յուրաքանչյուրը իր անելիքը ունի ընդհանուր մասնաբաժնային այս ամբողջ պրոցեսում, բայց շատ կարևոր է, որ մեր ընկալումներն էլ նույնը լինեն հարցի հետ կապված։ Տեսեք, օրինակ, մենք այս վերջերս ակտիվացրել ենք հատկապես դպրոցներ այցելությունները և ուսուցչական անձնակազմի հորդորով համայնքային ոստիկաններից մեկը հորդորում է անչափահասներին, դասապրոցեսի մասնակիցներին, որ հնարավորինս քիչ օգտվեն բջջային հեռախոսներից կամ կողիկ տեսքով ներկայանան դպրոցական ուսումնական պրոցեսին։ Կարծում եմ նորմալ է, որովհետև եթե կա ուսուցչական անձնակազմի կողմից խնդրի բարձրաձայնում, ոստիկանը կարող է հորդորով դիմել դպրոցահասակ երեխաներին, որովհետև մենք ունենք տեսչական անձնակազմ, որ անընդհատ այցելում է դպրոցներ և այդ դպրոցական այցելության նպատակը նաև այդպիսի խնդիրների ռեակցիա տալն է։ Բայց ունեցանք նաև որոշակի խոսակցություններ այս ֆոնին, որ այ ոստիկանը ինչ իրավունք ունի մտնի դպրոց, ինչ իրավունք ունի ոստիկանը առհասարակ հորդորով հանդես գալու և այսպես շարունակ։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ իրականում ընկալումների խնդիր ունենք, որովհետև եթե մենք ուզում ենք, որ դպրոցում երեխաների կողմից վարքը լինի վերահսկելի և ցանկացած իրավիճակ լինի մեր տեսադաշտում, այո, ոստիկանն էլ պետք է հաճախակի այցելի դպրոց, ծնողն էլ պիտի այցելի հաճախակի դպրոց, համայնքային ծառայություններն էլ պիտի հաճախակի այցելեն դպրոց, ուսուցչական անձնակազմը, տնօրենությունը հաճախակի մեզ պիտի իրազեկի հնարավոր անհանգստացնող թեմաների մասին, որպեսզի մենք կարողանանք համատեղ ուժերով հարցին լուծում տալ։ Այլապես ես չեմ պատկերացնում որևէ այլ տրամաբանություն, որ մենք կարող ենք իրավիճակային լավ արդյունքներ ունենալու և պրակտիկորեն հենց այսպիսի խնդիրներն են, որ մեզ բերում են, ստիպում են ինձ միջնորդագիր ուղարկել, ստիպում են հաղորդում ուղարկել հանցագործության մասին, բայց եթե մենք այսպիսի պրոցեսներ չկազմակերպենք, վստահաբար պրակտիկայում չենք ունենալու կառավարելի իրավիճակ և դրական արդյունքներ այս մասով։ Անչափահասների մասով նշեցիք դպրոցներում թմրամիջոցների շրջանառության և մնացյալի մասով հարգելի լրագրող անցած տարի բազմաթիվ են այսպիսի խոսակցությունները, նշում էինք, որ իհարկե ոչ ես, նշվում էր, որ այ թմրամիջոցները վխտում են դպրոցներում, անընդհատ ինչ-որ շրջանառություն կա և այլն, մեր վիճակագրական պատկերը նախ դրա մասին չի խոսում և երկրորդը մենք մի մարտավարական փոփոխություն ենք իրականացրել։ Մենք ուսումնասիրել ենք նաև համացանցում այս մասով գրառումները, շատ են այնպիսի գրառումները, երբ որ նշվում է, որ այ դպրոցներում թմրամիջոցներ են պտտվում, ոչ մի քայլ չեք ձեռնարկում, այստեղ թմրամիջոցի խումբ կա, այնտեղ էս կա, անչափահաս կա ներգրաված, հետևողականորեն յուրաքանչյուր հաղորդման հետևից գնացել ենք։ Եվ գրառման հեղինակին խնդրել ենք մեզ տա տվյալներ։ Եթե չի ուզում հաղորդում ներկայացնելու, գոնե թե մեզ տա տվյալներ, թե ինչ նկատի ունի, որ դպրոցի մասին է խոսում, երբ որ ասում է, որ
վխտում են թմրամիջոցները դպրոցներում։ Հարգելի ներկաներ, մենք ունենք 0 հաղորդում եւ ունենք 0 տվյալի փոխանցում մեզ այս գրառումների համատեքստում։ Սա ինչի մասին է խոսում։ Մենք իներցիայով անընդհատ նույն թեմաները քննարկում ենք, անընդհատ նույն թեմաներին ուզում ենք նոր աստառներ տանք, նոր երանգներ տանք, բայց չենք հասկանում, որ սրանով փորձում ենք պիտակավորել մի սերնդի, ով որ ընդհանրապես այդ պիտակավորման հետ կապ չունի։ Այո, կան դեպքեր։ Դեպքերի հետևից պետքա գնալ։ Ընդ որում կա դեպք, երբ որ անչափահասի վերագրվել է թմրամիջոցի օգտագործում, բայց հետո քրեական վարույթով այդ տվյալը հերկվել է, բայց էլի համացանցում որևէ մեկը չի անդրադառնում այդ տվյալին, բայց համայնքում տվյալ երեխան մնում է այն խոսակցությունների ֆոնի վրա, որ ինքը թմրամիջոց օգտագործող անձ է։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս զգույշ լինենք մեր խոսույթի օգտագործման հարցում, հատկապես երբ որ խոսում ենք անչափահասների մասին։ Paragruhները չկան Տիկին Սարգսյան, բոլոր դեպքերում սա է մտածում։ Ինչ վերաբերում է երթևեկության կազմակերպմանը եւ կառավարմանը, այստեղ այո երթևեկության հետ կապված անվտանգության առումով նախարարությունը ունի մեծ դերակատարում եւ մենք վարչարարական մեր խիստ հսկողությունն արել ենք անցած տարվա կտրվածքով։ Այս պայծրության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կա ձևավորված միջգերատեսչական խումբ, որն արդեն իսկ մշակել է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ քայլեր։ Կարծում եմ հետևողականորեն այդ լուծումների ճանապարհով գնալով կկարողանանք իրավիճակը լավ, բայց նաև պիտի նկատի ունենանք հարգելի գործընկերներ, հարգելի ներկաներ, որ մենք ունենք ենթակառուցվածք եւ ունենք դրա ֆոնին անընդհատ աճող տրանսպորտային պարկ։ Եվ բնական է, որ մենք ունենում ենք հոսքի դանդաղեցում հանրապետությունում եւ նաև ուզում եմ, որ դուք էլ ուշադրություն կենտրոնացնեք այն թեմայի վրա, որ Երևանի երթևեկությունը չի ձևավորվում միայն Երևանի երթևեկությամբ, որովհետեւ մենք ունենում ենք մարզերից եկող բավական մեծ հոսք դեպի Երևան եւ այստեղ կենտրոնանալ միայն Երևանի հետ կապված վիճակագրական տվյալների վրա չվելուծելով մարզային երթևեկության հետ կապված հարցերը ուղղակի լավ պատկեր դուրս չեն բերի եւ հետեւապես այս աշխատանքային խումբը նաեւ հենց այս տրամաբանությամբ է հարցին անդրադառնում, որ երթևեկությունը դիտարկվի հանրապետական կտրվածքով, այլ ոչ Երևանի կամ այլ մարզերին առանձին վերցված։ Կարծում եմ սպառեցի հարցերը։ Ընկալումները տարբեր են, այստեղ որ մարմիններ դրանից դրոսների հետ կապված ընկալումները տարբեր են անվտանգության ով է թերանում որ ընկալումները։ Ես չէի ասի թերանում, որովհետև յուրաքանչյուրս մեր ընկալումն ունենք տարբեր հարցերի շուրջ, այս դեպքը եւս բացառություն չի եւ մենք պիտի անընդհատ իրազեկման տարբեր միջոցառումներ իրականացնենք, թե համայնքի շրջանակներում, թե նախարարությունների մակարդակում, թե ծնողների շրջանում նաև, որպեսզի այս ընկալումները կամաց գան ճիշտ դիրքավորման եւ մենք կարողանանք ոլորտային քաղաքականությունները արդյունավետ տանել առաջ։